Ինչու՞։ Է անհրաժեշտ հանձնել անալիզներ հղիություն պլանավորելու ընթացքում։ Հղիության պատրաստումը պետք է սկսել առնվազն 1 տարի առաջ։ Այդ ժամանակը բավական է, որպեսզի զույգի մոտ շտկվի առողջական խնդիրները։ Երբեմն ես իմ հիվանդներից լսում եմ այսպիսի արտահայտություն. Ինչի՞ համար է անհրաժեշտ հետազոտվել, եթե շատերը առանց դրա էլ հղիանում ու ծննդաբերում են։ Բայց եթե նայենք, թե որքան մեծ հերթեր են գոյանում մանկական նյարդաբանների մոտ, քանի երեխա է այցելում էնդոկրինոլոգների, կհասկանանք, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Հղիությունը չպլանավորելու հետևանքները կարող են ի հայտ գալ ինչպես ներարգանդային շրջանում, այնպես էլ երեխայի ծնվելուց հետո։ Եվ այս խնդիրների հիմքը զույգի առողջության մեջ է մինչև հղիությունը եւ նրանց պատրաստվածության որակի մեջ։ Հաճախ պատահում է, որ կինը գալիս է հղիության նախապատրաստվելու, երբ արդեն չի պաշտպանվում եւ բեղմնավորման հավանականություն կա։ Վերցնում ենք անալիզներ, հայտնաբերում շեղումներ, օրինակ բարձրացված է ԹՏԿ-ն, որը ազդում է ուղեղի զարգացման վրա, հոմոցիստեինը, որը ազդում է նյարդային խողովակի ձևավորման վրա։ Բացի այդ, ցինկը, ֆերրիտինը, վիտամին D-ն նույնպես իջեցված են, որը ընդհանրապես ամեն ինչի վրա է ազդում։ Եվ արդեն ուշ է շտկել։ Այդպիսի հղիությունները հաճախ դադարում են զարգանալ մինչև 12 շաբաթը, որովհետև օրգանիզմը ռեսուրս չունի լիարժեք եւ առողջ մարդ ստեղծելու համար։ Այստեղ գործի են դրվում բնական ընտրության մեխանիզմները եւ ցավոք հղիությունը կանգ է առնում։ Եվ արդեն ոչինչ անել հնարավոր չէ, որովհետև հղիության զարգացման գործընթացը շատ արագ է ընթանում։ Նախապատրաստվելու համար կինը պետք է այցելի գինեկոլոգի եւ ասի, որ պլանավորում է հղիություն։ Բժիշկը կզնի գինեկոլոգիական աթոռին, կվեցնի քսուբ քլորի համար, օնկոցիտոլոգիա, MPV թեստ, բշրվելուծություն սեռական ճանապարհով փոխանցվող վարակների համար, կկատարի փոքր կոնքի օրգանների եւ կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն, կհավաքի անամնեզ եւ ելնելով վերլուծությունից կկազմի անհատական հետազոտության պլան։ Պլանը կախված կլինի կնոջ գանգատներից, նրա մարմնի վիճակից, մաշկի, մազերի, եղունգների վիճակից, աղիքային շարժումների կանոնավորությունից, արդեն հաստատված ախտորոշումների առկայությունից եւ քանակից։ Հնարավոր է, որ բժիշկը պլան չկազմի, այլ պարզապես ասի, որ ամեն ինչ լավ է եւ որևէ հետազոտության կարիք չկա։ Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել մեկ այլ բժշկի եւ այնուամենայնիվ անցնել հետազոտություն։ Եվ եթե ամեն ինչ լավ է, ապա կարելի է հանգիստ պլանավորել հղիությունը։